24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօրին հյուրն է Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչության անդամ Արմեն Խաչատրյանը։ Բարև ձեզ, պարոն Խաչատրյան, շնորհակալ եմ մեզ ընկալվելու համար։ Համեցեք։ Խոսենք կառավարության որոշման մասին, ըստ որի 2025 թվականի նոյեմբերի 1-ից Հայաստանի Հանրապետության մուտքի կամ ելքի սահմանանշանի կնիքի վրա այլևս չի լինելու Արարատ լեռան պատկերը։ Երեկվանից մի քանի օր է արդեն ինչ ԿՊ-ն փորձում է պարզաբանել, արդարանալ, ասում են նախկինում էլ չի եղել, դրանով ոչինչ չի որոշվում, իսկ անվտանգության խորհրդի քարտուղարը եւ Նիկոլ Փաշինյանը նշում են, որ մենք չպետք է ունենանք մեր լոգոների վրա այնպիսի պատկերներ, որոնք էմոցիաներ կարող են առաջացնել հարևանների մոտ։ Դուք ինչ նպատակ եք տեսնում այս ամեն ինչում եւ ինչ շարունակություն կունենա։ Երևի գրավոր կդիմեմ մեր կառավարությանը, որպեսզի իրենց խողովակներով դիմեն հարևան պետություններին երկու այդ լուսնի բանը հանեն իրենց զինանշանից, որտեղ իմ մոտ էլ այլ էմոցիաներ է առաջացնում։ Բայց այս ինչ աբսուրդ է։ Այս ինչ գիտեք, շատ ավելի լավ կլիներ անկեղծ լինել, դիմել հայ ժողովրդին, ասելով, որ քանի որ մեր հարևանների հետ խաղաղությունը հեքիաթ է եւ մենք դեռ շարունակում ենք էգզիստենցիալ վտանգի, սպառնալիքի մեջ ապրել եւ այդ հարևանների կողմից հստակ դրվել են պահանջներ մեր առաջ, մենք ստիպված ենք որպես նվաստացուցիչ պարտություն կրած երկրի քաղաքացիներ հաշտվել են մտքի հետ, որ մենք դի Արարատ լեռի մասին որևէ հիշատակում մեր առօրյայում, մեր պետական կառավարման սիմվոլիկայի մեջ մոռանանք։ Մենք էլ կասեինք այ ազգակործան պատուհասներ, կքննադատենք, որ մեզ տարան այդ նվաստացուցիչ պատիվը, բայց կփորձենք հասկանալ իրավիճակը։ Փորձենք, ասենք դե հիմա ոնց որ Գերմանիան զրկված էր իր տարիներ շարունակ երկար ժամանակահատված, երկու անգամ ընդ որում 20-րդ դարում, տևական ժամանակ զրկված էր իր ազգային, ուրեմն որոշակի այդ արժեքներից եւ այլը, որովհետեւ պարտված պետություն էր թե առաջի աշխարհամարտում, թե երկրորդ աշխարհամարտում եւ մասնավորապես երկրորդ աշխարհամարտում, երբ Գերմանիայի մի զգալի հատված պատով անջատված էր եւ այլ պետություններ, Բեռլին քաղաքը պատով 2.5 էր արված ու հաշտվել էին այդ մտքի հետ, մինչեւ պատմական նոր պատեհություն առաջացավ եւ կարողացան այդ պատմական սխալները ուղղել, այս պարագայում գուցե մենք էլ կգնայինք իրողությունների հետ հաշտվելու։ Այս ինչ են։ Հիմա ուզում են ապացուցել մեզ, որ մեզ հանդիմանում են նրա համար, որ մենք մեր պատկերների մեջ դնում զինանշանում, այս պահին կնիքի վրա, որովհետև դա մեր ազգային ինքնությունն է, դարերով եկած բան, հայ ժողովուրդն ու Արարատ սարը նոյի առասպելը, այդ ամեն ինչ իրար այդ աստվածաշնչյան այդ միֆերը բան, մեր ազգային մեր խորենացուց սկսած, այդ ամեն ինչը շաղկապված է իրար։ Նաև քրիստոնեական արմատներ ունի։ Իհարկե, եւ քրիստոնեական արմատներ ունի, եւ պատմական, եւ ազգային ինքնության ուղի խորհրդանիշն է, Արարատ լեռը չէ, Արարատ լեռը, Կարսը, Վանը, ուրեմն Արդահանը, չգիտեմ, Մուշը, Սասունը, այս ամեն ինչը մեր ազգային ինքնությունն է։ Դրա համար պայքարում են Եվ երբ որ մենք հիշում ենք Մշո դաշտի մասին երգ ենք երգում, Սասնա քաջերի մասին երգ ենք երգում, Էրգիր ենք ասում, չգիտեմ ինչ, այդ չի նշանակում, որ մենք տարածքային պահանջներ ենք ներկայացնում Թուրքիային։ Եվ իդեպ Երևանից զուգահեռներ է անցկացում տարբեր երկրների հետ, որ իրենք եւս նման խորհրդանիշներ ունեն, բայց դա չի նշանակում, որ նրանք հարևանների նկատմամբ բոլոր ազգերը կարող են ունենալ, բոլոր ազգերը։ Բայց դեպքում ինչ նպատակ կա։ Ռուսական կայսրությունը, որի խորհրդանիշերը հիմա փոխանցվել են որոշակի, բյուզանդական թագը այնտեղ պատկերված։ Այդ ինչա նշանակում է բանեն, Ռուսաստանը հավակնություն ունի տարածքային ամբողջական Թուրքիայի, չգիտեմ, Իտալիայի, Հունաստանի եւ այլն տարածքային ամբողջականություն խախտելու։ Բայց այդ աբսուրդ է, այդ բանը մենք հասել ենք, ես չգիտեմ մենք էլ ուր կարող ենք հասնել։ Նիկոլ Փաշինյանը մեզ սովորացրել է, որ ամեն անգամ հատակին հասնելուց հետո ինքը մի հատ նոր հատակ է բացահայտում մեր համար,
այդ տակից բան անում, հա, խփում ահատակին, որ էլի տեղ ունենք իջնելու։ Երեք էլ թատրոնի ժամանակա ինչ որ բան իր պատկերացումները։ Դուք պատկերացնում եք հանգարց ասենք, չգիտեմ, բանի ներկայացումներից, ասենք Մուսալերան 40 օրը ներկայացման ժամանակ։ Ինչ քանի անգամ կընդհատի ու քանի անգամ կասի ես քանի գլուխ ունեք մեր հարևանի վրա կրակ եք բացում կամ չգիտեմ ինչ կամ։ Այսինքն հնարավոր նաև այս ամենը խմբագրվի հետո կամ արգելվի, շարունակական գործընթաց լինի եւ պատահական չէր Փաշինյանի այդ զայրույթը այդ օրը, որ գիտեք որ կառավարությունում արդեն նախագիծ կա եւ այդ բան դրաֆթում դրված է այդ արվեստը համակարգելու, հա, իրական Հայաստանի համապատասխան։ Այս ֆաշիզմը, բայց ցավոք սրտի էսեն առավելապաշտական ֆաշիզմը չի էլի, էս մի հատ անհասկանալի է, պարտված այս բան ազգին հիմա բերում են ֆաշիզմի գաղափարախոսություն։ Այսինքն դնում են մի հատ գաղափար ու բոլորը պիտի մտնեն այդ գաղափարի տակ։ Այդ սովետները տենց, հա, կոմունիզմի գաղափարը կամ սոցիալիզմի գաղափարը դրած էր, ու ով ասում էր, բայց ես ոնց որ թե ավելի լավ եմ ապրում 2 կով 4 ոչխար պայելով, իրան տեղում գնդակարում են, որտեղ ինքը ազգի բանի պետության դավաճան էր, հայրենիքի դավաճան էր ու բաներ, հա, միանգամից կամ տիակսորային կամ գնդակարային եղած։ Այսինքն այստեղ մի հատ ազգային գաղափարախոսություն են ուզում դնեն իրական Հայաստանի։ Ախպեր, ես չեմ ուզում իրական Հայաստան։ Ես լավ էլ, չգիտեմ, ծայրահեղ արմատական նացիոնալիստ եմ ու ես ունեմ իրավունք ծովից ծով Հայաստան ցանկանալու, պահանջելու։ Դու ո՞նց ես ինձ բերում օրենքով կաղապարների մեջ դնում, որ ես դրանից դուրս իրավունք չունեմ բան անել։ Այսինքն գրաքննություն մի հատ էլ որ Արարատ կամ Մասիս բառը չլինի մեջը, գրաքննություն որ չգիտեմ Արևմտյան Հայաստան վաղը ֆիլմերը արգել են, հա, հանգարց մեջը մեկ ասի երգիր, չգիտեմ, դնեն կարոտ ֆիլմը արգել են ցուցադրել, որտեղ մարդը կարոտել էր երգիրը սահմանը հատես գնաց երգիր, արգել են այդ ֆիլմը։ Տեսել ենք, չէ, իմ սերունդը տեսել է դրա բաները, ինձանից մեծ սերունդը այդ ամեն ինչի մեջ ապրել է արգելելու։ Հիմա այս ամենը Ադրբեջանի, Թուրքիայի մասնավորապես պահանջն է, թե Փաշինյանն է ուզում գերազանցիկ երևա այս հարցում եւ կատարի բոլոր պահանջները։ Մենք արդեն համագործակցում ենք, այս կարելի ասել, պատերազմից հետո պարբերաբար լինում եմ ձեր հյուրը եւ պատերազմից հետո առաջի իմ հրապարակային ելույթներում ես ասել եմ որպես մեսիջ, որ մենք այդ հետ հարվածները, այդ երկրաշարժի, այդ աղետի հետ հարվածները անընդհատ զգալու ենք մեր կյանքում, մեր մաշկի վրա։ Այս դրա հերթական դրսևորումն է։ Եվ ուր ենք հասնելու այսպես։ Ես ասեցի, ես արդեն չեմ պատկեր։ Մենք ունենք մեր ժողովուրդը պիտի բանի առաջ կանգնի, հա, պիտի անկալի է սիրողությունը։ Ու առաջիկա մի տարվա ընթացքում պիտի արմատական փոփոխությունների բանով, ինչ ասեմ, այդ պլանինգով պիտի առաջ գնանք, որտեղ եթե չփոխենք, ես ասում եմ, աշխարհում ոչ մեկ չի կարող ասել, թե մենք ուր կհասնենք։ Հաստատ լավ տեղ չենք գնում։ Այն պահից սկսած դուք պատկերացրեք, դուք չեք հիշի երևի, կամ եթե կհիշեք, երբ որ հայկական նմուշի անձնագրերում հայրանուն բառը որոշվեց, որ հանեն, որտեղ միջազգային ստանդարտում չկա հայրանուն բառ։ Մեր ժողովրդի մոտ մի հատ բան բունտ եղավ, թե ոնց է հայրանունը հանում, էլի, անձնագրի մեջ ոնց կարող է հայրանուն չգրվի։ Ոնց բացատրեցին, որ դա միջազգային ստանդարտ է, որ չէ, վերականգնեցին։ Հիմա մեր այս հայրանունների մի հատ շերտ, հա, ուզում են այս մարդիկ ջնջեն։ Այդ մեր հայրանունն է, չէ, այդ մեր ազգային ինքնությունը, այն որ ես հայ եմ ու ինչի համար եմ հայ։ Այն որ մենք բոլորս մարդ ենք, մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կամ այդ միջազգային այդ դաշնագրի սահմանումներով, այդ բարձ է, այդ հասկանալի է։ Մենք օգտվում ենք մարդու հիմնարար իրավունքներից, ազատություններից, կրում ենք պարտականություններ, նաև քաղաքացի ենք եւ այլն։ Բայց այդ ամեն ինչը մի կողմ, մենք ունենք նաև բոլոր մարդիկ աշխարհում ունեն եւս մեկ հատկանիշ, այդ ազգային ինքնությունն է, հա, որտեղ
Մարդը ծնվել է հայ, խոսում է հայերեն, ունի իր պատմությունը, ունի իր տրադիցիաները, մեկը ամբողջությամբ է պահպանում, մեկը կիսով չափ, մեկը գուցե որոշում է չպահպանել այդ տրադիցիաները, բայց միևնույնն է, այդ ինքնության, այդ բանի, հիմա մեզ սենց զորով դաշնակ կսարքի այդ տղան։ Բայց ամոթ է, որ մենք խոսում ենք այս բաներից։ Գիտեք, ոնց որ ասենք դպրոցական ռեֆորման են ու նստեն քննարկեն առաջի դասարանի թվաբանության գրքի մեջ 2 գումարած 2-ը հավասար է 4-ը ու այդ բաներ մաթեմատիկներ, բարձրագույն մաթեմատիկայի սկսեն քննարկել այդ հավասարումը։ Այդ համեմատությունները են բերում, որ իսկապես չես իմանում ինչ մեկնաբանել կամ ինչպես հասկանալ։ Օրինակ ասում են, լավ կլինի հիմա իրանք էլ բռնեն եւ մեր արագածի նկարը դնեն իրենց կնիքի վրա։ Ես հատուկ այդ բանը չասեցի։ Եղել է այդ խոսակցությունը։ Եղել է այդ վեճը, խորհրդային միությանը այդ ոմանք որպես միֆ են պատմում, ոմանք որպես պատմական փաստ, բայց խորհրդային միությունը ի պատասխան Թուրքիայի այդ պահանջի պատասխանել է, որ լուսինն էլ ձեզ չի պատկանում։ Բայց ամբողջ աշխարհում ասում եմ, կան այդ սիմվոլիկայի մեջ, մեկը պատմական արդարության հետ է կապված, մյուսը պատմական հզորության կամ նվաճումների հետ է կապված։ Երբ որ այդ սիմվոլը աշխարհագրորեն կամ պատմականորեն գուցե չի պատկանում այդ ազգին կամ այդ պետությանը, բայց իր սիմվոլիկայի մեջ կա այդ ամեն ինչը։ Հասկացան Կիլիկյան Հայաստան գոյություն չունի։ Միջին դարից սկսած գոյություն չուներ։ 21 թե 22 թվին էլ ամբողջությամբ հայաթափվել է։ Ամբողջությամբ։ Մեր գերբի մեջ կա մեր 4 արքայատոհմերի, ուրեմն զինանշանները դրված են մեր պետական գերբի մեջ։ Նորմալ է։ Հրաշալի է։ Կարար ավելի սիրուն լիներ, կարար ավելի վատը լիներ այդ ժամանակ այդ գերբը նկար, կարար, բայց կա այն, ինչ ու ընդ որում ես հիշում եմ այդ Գերագույն խորհրդի այդ նիստը անկախության բանից հետո, երբ որ կար այդ դրոշը գերբը եւ ուրեմն հիմնը ընդունելու եւ այստեղ աշխատեց եւս մեկ սիմվոլիկա, հա, վերականգնել առաջին հանրապետության այդ պետական խորհրդանիշը։ Հրաշալի որոշում։ Որովհետև այդ օրինակ այդ խորհուրդ մեր պետական գերբի մեջ ամփոփված է մեր պատմության տևական ժամանակաշրջան, հա, մեր 4 արքայատոհմերի այդ ժամանակաշրջան։ Ում հետ են կռիվ տալիս, ինչի հետ են կռիվ տալիս։ Ասում եմ, թող ազնվաբար ասեն մեր առաջ դրված է այդ պահանջը։ Ու մենք որպես պարտված պետություն, մենք պարտավոր ենք կատարել այդ պահանջը։ Այո, սա հերթական զիջումն է, որ ես անում եմ։ Ոչ թե ընկնեն, լավ կլինի, որ իրանք էլ արագածը դնեն։ Իրանց գործն է, ուզում են արագածը դնեն, ուզում են, չգիտեմ, ինչ ուզում են, Էլբրուսը դնեն, ինչ ուզում են, թող դնեն։ Հա, կարող է իրանք էլ համարում են, որ այն բանից Ալթայից սկսած մինչև բան դարդանել պետք է այդ ամեն ինչը ամփոփեն իրանց բանի մեջ, որտեղ իրանք թուրք են, այդ ամբողջ աշխարհը թուրքական աշխարհ է։ Ինչ ուզում են թող անեն։ Դա ի՞նչ կապ ունի մեր հետ։ Իրեւ եկեղեցու շուրջ գործողությունները, քննարկումները եւ Փաշինյանը չի հրաժարվել կաթողիկոսին հեռացնելու մտքից, այդ մասին խոսեց եւ մենք տեսնում ենք նաեւ գործողություններ են ընթանում այդ առումով, քարոզչական տիրույթում նկատի ունեմ, արդյոք այս ամենի մեջ է տեղավորվում։ Ես մի հատ հույս ունեմ, որ հիմա եկեղեցուն վտանգ չի սպառնում, որովհետեւ Նիկոլե Հիսուսի կերպարից ոնց որ մի քիչ հիմա հեռացել է, հիմա Խրուշչովի կերպարի մեջ է։ Ոնց որ այդքան տեղը կարող են հանգիստ լինել, հա, բայց չի բացառում, որ նորից կհամատեղի Հիսուսին ու Խրուշչովին։ Ես չգիտեմ։ Ինչով է Խրուշչովի կերպարի մեջ։ Դե գիտեք, ինքը հերթով sense փոխեց, պատերազմի ժամանակ Ստալին էր, հետո դարձավ Լենին, հետո դարձավ Խրուշչով, մի ժամանակ Պապ Թագավոր էր, հետո Տիգրան Մեծ էր։ Ես չգիտեմ ինչով է։ Ես լուրջ եմ ասում, այդ հատուկ մասնագետներ պիտի այդ կարծիք հա, ես չգիտեմ։
Բայց ասում եք, չի հրաժարվել ես պրակտիկ իրավաբան եմ, պրակտիկ քաղաքական գործիչ։ Կաթողիկոսի դեմ պայքարի մտքից ասում եք, չեմ հրաժարվելու։ Ընդհակառակ հիմա խորհրդակցություններ է անում, մարդիկ է հավաքագրում, ասում է ես անձամբ հարցեր եմ տալիս, տեսնեմ այդ մարդիկ արդյոք համապատասխանում են այն չափորոշիչներին, որ ինքն է սահմանել, ամեն օր աղոթում են, ծոմ են պահում, Աստվածաշունչը սկզբից մինչև վերջ կարդացրել են, ասում են լինում են մարդիկ, ում հարցեր եմ տալիս, չեն պատասխանում, իմանում են, որ սոտում են։ Հիմա ինքը այդ գործընթացն է կազմակերպում։ Ես գիտեմ, որ դուք ազատ լրատվամիջոց եք, վստահելի լրատվամիջոց եք, հրավիրեք հատուկ մասնագետների, որտեղ այդտեղ ոչ իրավաբանություն կա, ոչ քաղաքականություն կա։ Այդտեղ հատուկ մասնագետի վերլուծության բանի կարիքը կա։ Իսկապես, ես չեմ պատկերացնում։ Գիտեք, իրոք Պապ Թագավորը կարող էր անել այդպես բան։ Ժամանակաշրջանը 3-րդ դարը, 4-րդ դարը հրաշալի ժամանակաշրջան էր, հա, այդ մեր պատմության այդ ժամանակահատվածը եկեղեցու պետության հարաբերությունների կարգավորման, բալանսավորելու, չգիտեմ, հարկային կամ այլ խնդիրներ առաջացել, անվտանգային խնդիր կար, որ եկեղեցականների թիվը մեծանում էր, բանակի հաշվին եւ այլ, այնտեղ կար այդ խնդիրը պետության ու եկեղեցու արճակատման միջոցով, հա, այդ բալանսի գալու։ Այս 21-րդ դարն է։ Ես իհարկե կարող եմ կարճ ասել, որովհետև շամպես վախենում են եկեղեցուց։ Այս կարճ ասեմ, բայց վախենում, ինչ ուժ ունի եկեղեցին, ինչ է կարողացել խանգարել այսքան ժամանակ։ Առնվազն որ եկեղեցու հավատավորները շատ ավելի շատ են, քան իր զոմբիա բանակը։ Առնվազն էս, որտեղ եկեղեցու խոսքին չի խանդում, վախենում է դիմաց ընտրությունները։ Իսկ ինքը գնացել է այդ արճակատման եկեղեցին։ Կամ ինքը ստիպել է, որ եկեղեցին, գիտեք, ինքը սենց սխալի հետևից արել է, մեզ բերել է մի հատ աղետի, կամ աղետը բերել մցրել է մեր տուն, ու հիմա զարմանում են, լուրջ է, զարմանում են։ Հայոց հայրապետը ինչու ուրեմն բան արեց, կոչ արեց հրաժարական տալ հեռանալ իշխանությունից։ Հայոց հայրապետը իր հոտով, իր ազգով, իր եկեղեցով չհետաքրքրվի, ով հետաքրքրվի։ Բա իհարկե պիտի այդ բանը հոգացավությունը, այդ բանը պիտի արտացոլվեր ինչ-որ կերպ։ Մանավանդ երբ որ տեսնում ես քո պետության կառավարիչը անընդհատ կործանման է տանում այս ազգին։ Եվ ներկայացում իբրև թե քաղաքականության միջամտել, մինչդեռ դա արդեն այլ հարց է։ Չէ, այստեղ էլ քաղաքականություն, բայց ինքը քաղաքականությամբ չի զբաղվում։ Հասկանում եք քաղաքականություն։ Այստեղ արդեն մեր յուրաքանչյուրի անվտանգության եւ յուրաքանչյուրի ապագա ունենալու խնդիրն է։ Բայց մի հատ ես ասում եմ, ես շատ տեղեր չեմ լինում, բան նկատի ունեմ արտերկրում, հա, բայց եղել եմ մի հատ շատ հայաշատ տեղ, պարբերաբար եմ լինում։ Տարին տարվա վրա հայերի քանակը շատ մեծանում է, իհարկե զուտ այն առումով, որ այդ միջավայրում հայկական բիզնեսը ծաղկում է, հայերի կշիռը բարձրանում է եւ այլը, հա, վստահությունը այնտեղ ապրող հայերի մեջ, հիմա չեմ ուզում անուն տամ այդ բանի, որ չստացվի գովազդում եմ արտագաղթ, բայց ես նկատում եմ, որ ավելանում են այդ մարդիկ ու նաեւ ցանկացողներն են այստեղ ավելանում գնալ ավելի բարեկեցիկ ու ավելի անվտանգ կյանքով ապրելու։ Բայց հիմա մարդիկ ինչ, մի զոմբիա բանակ կա, որ որևէ իրողություն, որևէ փաստ, հա, չի ուզում տեսնել։ Չի ուզում կաշառված դատավորի նման, ինչ փաստ ուզում ես դուր, ինքը կույր է, չի տեսնելու։ Ինչ իրողություն ուզում ես ներկայացրա, չի տեսնում։ Խաբված է, մոլորված է։ Բայց արդյոք նրանց թիվը մեծանում է։ Բայց արդեն Փաշինյանը խնդիր ունի։ Այդ մարդիկ կան, որոնք այո, իրեն կուրաբար հետևում են, բայց արդյոք նրանց թիվը մեծանում է։ Չէ, դրանց թիվը գնալով փոքրանում է, որտեղ ինչքան էլ այդ մարդիկ կուրորեն են գնում հետևից։ Ինչ որտեղ իրանց ոտքը սայթակում է, անձնապես են հասկանում, որ իրենք խաբված են։ Մի կողմից այդ բանը կա իհարկե, այդ բանակը կա բան, բայց մյուս կողմից այդ ապագայի նկատմամբ հավատի, այս լկտիությունը, այդ հələ մի հատ դրանց բաները նայեք, հա, բառապաշարը նայեք, մի հատ ոչ падգամավոր է, ոչ տղամարդ է, որտեվ падգամավորը իրավունք չունի այդ տեսակ, հա, բան ունենա, տղամարդն էլ գետինը կմտներ, եթե հանգարց այդ տեսակ բառապաշարով
ասենք դիմեր կնոջը, բայց հələ նայեք դրանց լկտիությունը։ Լավ, այն մեկին ասես կհելնեմ ոտներդ կջարդեմ, չգիտեմ ինչ կանեմ, գոնե դիմացը տղամարդ էր նստած։ Կարար պատասխան տալ։ Լեզուն հետ կկտրեմ անկանչի կկտրեմ այդ դաստիարակությունը թույլ չտվեց, թե չպատասխան կտար։ Բա դու հաջորդ քայլով արդեն կնոջը այդ աստիճան։ Հիմա այս ժողովուրդը տեսնում է, որ իր կառավարիչը սա է։ Բա դրա վրա հույս կդնե։ Բա դա կառավարիչ է, դա ընդհանրապես մարդ չի, հա, որևէ կայծե բանով ինքը բացի այդ շնչելու, ուտելու եւ այդ ֆիզիոլոգիական այլ բաներից են կողմ, իրենք չես կարող բնորոշես որևէ բանով, անգամ վատ մարդ չես կարող։ Այսինքն այստեղ Փաշինյանի մեղավորությունը կա, որ դիմից այսպիսի բառապաշարով խոսում են, ասում են, որ ներսում ոչ բոլորն են ընդունել, մեղադրել են իրեն, բայց հրապարակային ոչ մեկ այդ գլուխը ջարդել են։ Ես ձեզ վստահեցնում եմ, չի եղել նման դեպք, չեք գտնի։ Բայց գցեք Հայ ազգային կոնգրեսից, ես ձեզ վստահեցնում եմ, մի հատ հրապարակային այդ տեսակ արտահայտություն 5 րոպե հետո ուսակցությունն էլ բան կաներ, ներողություն կխնդրեր, ու այդ մարդու հարցերն էլ կլուծվեր։ Չեմ ասում։ Ինչպես պետք է լուծվեր։ Ուսակցությունից հեռացնելու ձևով, պաշտոնից հեռացնելու ձևով։ Հասկանում եք, այդ ասեմ բռնությունն է կոչ անում, ասում է գլուխը ջարդի։ Այդ տղան, Հերմինե ջան, եկեք ես պատրաստ եմ իր հետ շփվելու։ Այդ տղան առանց մանդատի այդ իր ասած արտահայտության մի տառը չէր ասի։ Ինքը օգտվում է նրանից, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետ է եւ ինքը վարչապետի թիմակիցն է եւ ունի մանդատ եւ հասանելի չի մարդկանց, դրա համար իրան այդքան լկտի է պահում։ Բայց բոլոր այդ բաները մենք տեսել ենք էլի։ Դες հիշում եք օրինակ մի հատ բան կերած խմած падգամավոր կար։ Պարլամենտում Նիկոլին ինչ ասես չէր ասում բան։ Հենց փոխվեց ինքը մանդատ չունեցավ, ասում էր շատ շնորհքով ներխուժեցին մեր տուն, շատ շնորհակալ։ Այսինքն այդ մի հատ մարդկանց բան է, որ հենց ձեռից մանդատը վերցնում ես, ինքը էլ իր բանի են, կինոյի մեջի տղան չի։ Հիմա այս ամբողջ իշխանությունով վստահ եղեք կինոյի մեջի տղա չեք գտնի։ Այս մանդատով տղերքի բանն է։ Բայց նրանք անհանգստացած չեն, որ կարող են մանդատը կորցնել։ Խնդիրն այն է, որ նրանք վստահ են, որ իրենք վերընտրվելու են, նույնիսկ ասում են ընդդիմություն գոյություն չունի, իրենք են միայն եւ ով էլ պայքարում է, չի պայքարում իշխանություն գալու համար, այլ ուզում են գան եւ խորհրդանում ընդդիմություն աշխատել։ Հիշում եք Շարմազանովը, որ ասում էր առաջիկա չգիտեմ քանի տարին իշխանությունը անցնելու է որ փողոցներ Մելիք Ադամյանով մի տարի չանցավ։ Մի տարի չանցավ։ Այսինքն դու կարծում ես Փաշինյանը հնարավորություններ չունի վերընտրվելու։ Շատ օրինակներ կբերեմ, շատ օրինակներ կբերեմ, երբ որ իշխանությունը լկտի անում է, ու ասում է որ всё, մեր դեմ խաղ չկա։ Կարճ ժամանակ հետո մեկ էլ հայտնվում է այն ուժը, որը նոր խաղի կանոնը պարտադրում է այդ իշխանությանը։ Մեր ժողովուրդը միշտ այդ բանը կար 18 ամենալավ բանն է, օրինակն է։ Ես շատ օրինակներ կբերեմ, բայց 18 ամենալավ օրինակն է։ Երբ որ այո, իսկապես քաղաքական ուժերի մոտ կար ապատիա, ժողովրդի այդ ակտիվ գիտակից զանգվածի մոտ կար ապատիա, հա, որ անհնար է սրանց փոխել, Սերժը հավերժական մնում է իշխանության, հանրապետակ իրոք Մելիք Ադամյանը դառնում է իշխանության աղբյուրն ու սնուցողը, հա։ Բայց մենք չենք տեսնում, որ ժողովուրդը դուրս գա եւ պայքարի այս ամեն ինչի։ Այն ժամանակ էլ ասում եմ, մեր բոլոր գնահատականներով տևական ժամանակ ժողովրդական, ուրեմն ամբողջության ալիք չէր լինելու։ Հիմա գիտեք, տեղ բազմաթիվ տեխնոլոգիաներ կան։ Ես չեմ ասում, որ 10 օրից գուցե, բայց չունեմ այդ ակնկալիքը, 10 օր հետո 100,000-ից միտինգ չգիտեմ, ազատության հրապարակում ու 200,000-ից երթ, որը քաղաքական խնդիր կլուծի։ Բայց ես տեսնում եմ այն պոտենցիալը եւ անհրաժեշտությունը, պատմական անհրաժեշտությունը, որ պետքա լինի այնպիսի քաղաքական ուժերի, այն անհատների եւ ժողովրդի կոնսոլիդացիա, որը ստիպելու է Նիկոլ Փաշինյանին այլևս հանդես չգալ վարչապետի եւ իշխանության դիրքերից։ Իդեպ Փաշինյանը ինչու է հանդուրժում այս դեպքերը եւ ինչպես դուք եք ասում, չի հեռացնում այդպիսի մարդկանց, որովհետեւ սա ընդհանուր իրենց վարկանիշի վրա է ազդում։ Այդ իր հրահանգն է։
Հասկանում եք, իրանք չունեն այն վստահությունը 18-ի, անգամ 21-ի վստահությունը ժողովրդի մոտ չունեն։ Եվ իրանց մնում է հակառակորդներին ոչնչացնելու բանը, հա, այդ ռազմավարությունը։ Իրանք այսօր փորձում, իրանք հայոյանքով, ծեծով երկու օր առաջ իմացանք, որ քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյային քննադատելու համար լրագրողի վրա հարձակում ա եղել դիմակավորված անձի կողմից։ Այդ գնաց ռեպրեսիաների բանը, կամ բանտ են տանում, կամ հայոյում են, կամ ծեծում են։ Իդեպ անզիջում նաև պայքար է գնում առաջին նախագահի նկատմամբ Նիկոլ Փաշինյանի կողմից եւ թիմակիցների կողմից վիրավորական արտահայտություններ, հայտարարություններ, ինչ բացատրություն ունեք, մեղադրանքներ։ Մրմուրը, գիտեք ոնց է։ Որ ընկնում է այդ մրմուրը, սկսում են արդեն այս քաղաքական, հա, զարգացումների առումով վտանգ են զգում։ Ճիշտ են անում։ Որտեւ առնվազն մեզ ասելիք չունեն։ Ոչ թալան ենք արել, ոչ հող ենք տվել, ասում են ընտրակեղծիքների կնքահայր, եթե չեմ սխալվում, այդպիսի արտահայտություններ արել։ Եթե ընտրակեղծիքներ, ուրեմն Նիկոլ Փաշինյանը կողմ ա եղել ընտրակեղծիքներին, ինքը եթե եղել, հա, ինքը կողմ ա եղել այդ ընտրակեղծիքներին, որտեղ ինքը եկել պաշտպանել է այդ ընտրակեղծիք անող ուժին։ 2008 թվականին հրապարակում գոռում էր Լևոն 3 թվականը ինքը հրապար 7-ից, հա, ինքը հրապարակային այդ ուժի հետ ա եղել։ Ուրեմն ինքը կրում ամբողջ պատասխանատվությունը այդ ուժի կատարած նաև հանցագործությունների, եթե եղել են այդպիսիք։ Բայց ուրիշ բան կա, իրանք ստում են, չի եղել այդպիսի բան։ Մեղադրում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը փախել է եւ 2008 թվականին եւ հետո իշխանությունից եւ այլն եւ այլն։ Հրավիրեք հատուկ մասնագետին այդ դրվագով էլ հարց կտակ, որ ոնց եղավ, որ 2008 թվին փախնողը, 2008 թվից հետո անվերապահ աջակցողը, 2012-ին ցուցակ մտնողն ու պարլամենտ մտնողը չգիտեր, որ փախել է, մեկ էլ 20 քանի թիվն է, 25 թվին իմացա, որ փախել է։ Դե չի փախել, որովհետև Լևոն Տեր-Պետրոսյանն եղել է վերջին մարդը, որին հրապարակից ուժով դուրս են հանել, ձեզ չեմ ասում, կամ արդար նորից մեկ անգամ առիթ օգտագործելով մեր ժողովրդին եմ ասում։ 2008 թվականին վերջին մարդն է եղել ու Ազատության հրապարակում է եղել եւ ուժով են հանել, իսկ տանը եղել է երաշերտ անվտանգության նկատի ունեմ ոստիկանության եւ ազգային անվտանգության ուժերի հսկողության տակ, որպիսի դուրս չկարողանա գա այդ շենքից եւ որպիսի իր մոտ չկարողանան մարդիկ մտնել։ Օրինակ պետ դեպի ներկայացուցիչ, կարծեմ այդ ժամանակ էլ համանախագահող Ամերիկայի Մեթյու Բրազյան չէր կարողացել տևական ժամանակ մտնել Տեր-Պետրոսյանի մոտ։ Այդքան խիստ բան էին դրել։ Տեր-Պետրոսյանը անգամ Եվրոպական դատարանը մի գործով արձանագրել է, որ ըստ էության եղել է տնային, եղել է ձերբակալման բանի մեջ։ Այնպես որ հիմա ինչ նպատակ ունի, դուք ասում եք մռմռում են, ինչ են ուզում հասնել, վարկաբեկել, ինչ անել։ Վարկաբեկել, թուլացնել, չգիտեմ, արժե զրկել, այդ իրանց մոտ բանն է, չէ՞։ Ինչ մի հատ արժեք տեսան, այդ իրանց թշնամի է, իրանք այնքան անարժեք են, կամ իրանց արժեքները մեզ արդեն, հա, հայտնի են, թե որն է իրանց արժեքները, հենց որ արժեք են տեսնում, հարձակում են վրան։ Մի հատ ներկայացում են տեսել, որ ժողովուրդը հավեսով գնում էր, նայում էր, ասելիք կար, ընկալում էր այդ ասելիքը, վրաս գնաց, փչացրեց, ցանկապատը, այս երկրում ցանկապատ դնելու իրավունք ունի միայն ինքը իր որոշած տեղերում։ Մեկ էլ տեսել է, որ այս 5-6 հոգով միտեղ ցանկապատ են դրել։ Ցանկապատն էլ ասելիքով են դնում, մեջը միտք կա։ Գնաց, փչացրեց, ավիրեց, քանդեց, բան արեց, թողեց եկավ։ Իդեպ առաջիկայում այս շաբաթ օրը ԿՊ վարչության նիստն է լինելու, ասում են շատ թեժ պայքար է ներսում ընթանում, նույնիսկ ազգային ժողովի նախագահին հեռացնելու այսպես խմորումներ կան որոշ պատգամավորների մոտ, առասարակին զարգացումների կարող են ականատես լինել, որովհետև այս տարվա վարչության ընտրությունները կարևոր են նրանով, որ առաջիկայում ընտրություններ է սպասվում եւ ավելի լարված թեժ միջավայր է ստեղծվել։ Хотите любите, хотите топите, մորի ռյադում։ Ինչ ուզում են թող անեն։ Այն ինչ որ արել են իրանք, մենք դրանից իրանք
ավելի լավ բան չեն կարողանալու անեն։ Մենք պիտի վախենանք ավելի վատից։ Այսինքն Ալեն Սիմոնյանին, որ հանեցին, բանը, մի հատ սուրբա գալու տեղը նստի, մյուս Ալեն Սիմոնյանն է գալու նստի։ Այն մեկը թքում էր, այն մեկը կկծի։ Ես չգիտեմ, ես ախր չեմ կարող պատկերացնել, որ քաղաքացիական պայմանագիր Բայց ամեն դեպքում, եթե թիմում այդպես պարակտվածություն կա, թեժ պայքարներ կա եւ այլն, դա լավ չէ ընդդիմության համար։ Այդ քաղաքական process է, այդ մեզանից կախված չի, այդ պիտի լիներ դա ուշ թե շուտ։ Իհարկե, բավարար ես ասում եմ ոչ մի իշխանություն հավերժ չի, որտեղ թիմի մեջ երկ այդ բանը առաջանում, հա, երկփեղկում առաջանում, ամբիցիաներ են առաջանում, իշխանական թայֆեք են առաջանում, որոնք իրար մեջ գզբրտոց կա, այդ բաները կտորները մեծացել են, այդ կտորների համար պայքար առաջացել, թե ով պետք է այդ կտորի վրա իր ազդեցությունն ունենա։ Այնպես որ նորմալ process է, իհարկե, ինչքան շուտ քանդվեն, այնքան մեր երկիրը դրանից օգուտ է քաղելու։ Շնորհակալ եմ դրության համար։ Շնորհակալ։ Զրուցակիցս Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչության անդամ Արմեն Խաչատրյանն էր։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։